Երբ նրա ձեռքը բռնեցի, երկիրը մեկ վայրկյանով դադարեց պտտվել, կարծես ինքն իրենից ամաչած, որ ականատես է դառնում մի զգացողության, որն իրենից էլ ավելի իրական է, օդը ձգվեց, լռությունը թափանցեց հոգիս, նրա ձեռքի հանգստության մեջ կար մի տիեզերք, որ հանգչում էր իմ շնչի վրա, ես չփորձեցի հասկանալ, դա սեր էր, թե բացահայտում, պարզապես զգում էի, աշխարհն իր առանցքը փոխել է, և այդ առանցքը մենք էինք, և եթե երբևէ երկինքը փնտրեր նոր հիմք, հավերժության համար, այն կգտներ մեր ձեռքերի մեջ, բայց ժամանակը երբեք չի ներում այն րոպեներին, որ չպետք է գոյություն ունենային, ժամանակի անտես մատները անխղճորեն սկսեցին քանդել, մեր այն ակնթարթը, որ նման էր խնամքով կերտված երազի, և ահա նույն ձեռքը, որի մեջ տեսնում էի ապագայի սիրագորով լույսը, դարձավ պատահական դիպում, ինչպես թեթև քամի, որ անցնում է տերևի վրայով, առանց գիտակցելու, թե ինչ է շոշափում, օդը փոխվեց, մի փոքր ծանրացավ, ինչպես խոստովանությունից հետո առաջացած մեղմ ամոթը, հասկացա, որ սերը ոչ թե մարում է, այլ թաքնվում է բառերի մեջ, որոնք մենք սխալ պահի ենք ասում, և հենց այդպես է մեռնում ամենագեղեցիկը, ոչ թե մահվամբ, այլ բացատրությամբ, նա ասաց մի բան, որ մաշվեց սրտիս պատերին, ինչպես աղը վերքի վրա, դու դիպար, ես էլ չդիմադրեցի, ներսիս տիեզերքը մի վայրկյանում փլվեց, անաղմուկ, ինչպես շենք, որի հիմքը հավատն էր, այդ բառերը հնչեցին այնպես, կարծես քամին խոստովանում էր, որ երբեք չի սիրել ծովը, ես կասկածեցի, նա պարզապես պաշտպանվում էր, ոչ թե ինձնից, այլ այն զգացողությունից, որ չէր կարող վերահսկել, իսկ ես, որ ամբողջությամբ նվիրվել էի այդ վայրկյանին, դարձա մի հայելի, որտեղ նա առաջին անգամ տեսավ իր իսկ վախ